Տերն է մեր լույսն ու մեր փրկությունը, մենք ումից պիտի վախենանք։ Տերն է մեր կյանքի ապավենը, մենք ումից պիտի սարսափենք։ Չարերը գալիս են մեր դեմ, որ մեր մարմինը ուտեն, մեր հակառակորդներն ու թշնամիները սահում եւ վայր են ընկնում։ Եթե զորաբանակ էլ գա մեր դեմ, մեր սիրտը չպիտի վախենա։ Եթե պատերազմ էլ վեր կենա մեր դեմ, մենք դարձյալ կատարելապես վստահ կզգանք մեզ։ Մի բան ենք խնդրում Տիրոջից եւ շատ պիտի փափագենք այն, որ Տիրոջ տան մեջ բնակվենք մեր ամբողջ հայազգով, մեր կյանքի բոլոր օրերին, որ Տիրոջ գեղեցիկ վայելչությունը տեսնենք եւ նրա տաճարի մեջ խորթացենք։ Որովհետեւ չար օրը նա ծածկում է մեզ մեր բնակարանում, նա թաքցնում է մեզ իր վրանից ծածուկ տեղում եւ մեզ բարձրացնում է վեմի վրա։ Հիմա մեր գլուխը պիտի բարձրանա մեր թշնամիների դեմ, որոնք կան մեր 4 կողմում եւ նրա վրանի մեջ գոհության զոհեր պիտի մատուցենք, պիտի երգենք եւ սաղմոս ասենք Տիրոջը։ Լսիր Տեր մեր ձայնը, երբ կանչենք, ողորմիր մեզ եւ պատասխան տուր մեզ։ Մեր սիրտը քեզ ասում է քո խոսքը, փնտրեցեք իմ երեսը, ահա Տեր, մենք ազգովի փնտրում ենք քո երեսը։ Մի ծածկիր մեզանից քո երեսը, մի մերժիր քո ծառաներին քո բարկությամբ։ Դու ես մեր օգնությունը, մի հեռացրու մեզ ու մի լքիր մեզ, ով մեր փրկության Աստված, թեկուզ մեր հայրն ու մայրն է լքեն մեզ, բայց մեզ ընդունում ես դու Տեր։ Տեր սովորեցրու մեզ քո ճանապարհները եւ առաջնորդիր մեզ ուղիղ ճանապարհներով մեր թշնամիների պատճառով։ Մի մատնիր մեզ մեր հակառակորդների կամքին, որովհետև սուտ վկաներ են կանգնում մեր դեմ, որ բռնություն փչեն։ Բայց մենք հաստատ հավատում ենք, որ պիտի տեսնենք Տիրոջ բարությունը ողջերի երկրում։ Սպասենք Տիրոջը։ Թող մեր սիրտը պինդ մնա եւ զորավոր լինի եւ սպասենք Տիրոջը։ Ամեն։